Ողջույն, ես Դավիթ Շեկոյանն եմ, սա հայ եմ փնտրում ծրագիրն է եւ այսօր մեր հաղորդման հյուրն է սիրված, ճանաչված, տաղանդավոր դերասանուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանը։ Մինչ ես գնամ դիմավորեմ մեր հյուրին, խնդրում եմ ինձ աջակցելու համար հենց հիմա բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ սեղմեք լայքի կոճակը։ Դե ինչ գնացինք։ Բարի լույս։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, համեցեք մեր տաղավար։ Այս կողմով չենք գնում։ Չէ, այս անգամ ստեղով ենք գնում։ Այս գեղեցիկ մուտքը մեզ համար են բաց։ Շնորհակալ եմ։ Angels Care Dental-ում ձեր կատարյալ ժպիտը միայն մեր աշխատանքը չէ, դա մեր առաքելությունն է։ Hollywood կամ North Hollywood, ընտրեք Angels Care Dental-ի ձեզ ամենամոտ մասնաճյուղը։ Գրանցումների համար 323 366 2900 կամ 818 766 0056։ Ուշադրություն, Հոլիվուդում Hugo Shipping-ը առաջարկում է բացառիկ զեղչ։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Այո, ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Օդանավով 1 փաունդը 2.99, միայն $2.99։ Դրամի փոխանցում, առաքում տուն ընդամենը 2%։ Ճիշտ լսեցիք, առաքում տուն 2%։ Hugo Shipping։ Բարի լույս, Տիկին Նարինե ջան։ Այս դեպքում պիտի ասայի բարի լույս Տիկին Արուս, ես համաձայն եմ։ Իմ լվացքը չորացել է, այսպես։ Այո, շնորհակալ եմ։ Մեր հաղորդմանը մասնակցելու համար հայ եմ փնտրում ինձ ձեր մասնակցության համար։ Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար, շատ զգացված եմ, Դավիթ ջան։ Եվ շատ հաճելի է, պարզապես մնում է արթնանալ։ Այո, ընթացքում կամաց։ Հաղորդման վերջում արդեն վստահ եմ արթնացած ենք։ Բայց արդեն ուշ կլինի։ Բայց արդեն ուշ կլինի։ Դուք կվարեք երեկոյան ծրագիր, ես սիրով կգամ երեկոյան ձեզ։ Դուք եք չէ հաղորդումներ վարել Հայաստանում։ Հայաստանում, այո, Հայաստանում այդ ինձ համար մոտավորապես տանջանքի պես մի բան էր, որովհետև բարի լույս Հայաստանն էինք վարում, բայց ասեմ, որ ես շատ սիրով եմ գնացել այդ հաղորդումներին։ Պարզապես ուշ։ Շատ սիրով։ Ոչ, դուք չեք պատկերացնում։ Ուրեմն մեր հետևից գալիս էր օպերատորը, այն ժամանակ մեքենայի խնդիր կար։ Բոլորս պիտի հասնեինք H2, իսկ այդ H2-ի ճանապարհը բավականին երկար էր։ Մի եթե չասեմ 20 րոպե, ու Հայաստանի համար դա 20-ից 30 րոպե, այսինքն ու բարի լույսը սկսում էր ժամը, չգիտեմ, 7:30, 8-ին, մենք հասցնում էինք այդ մեքենայով երեխաներին տանել դպրոց, տան կողքներ, մանկապարտեզ, աղջկաս ու հասնել H2։ Այդ ընթացքում ես նստում էի մոտավորապես ասեմ գիշերազգեստով, եւ դուրս էի գալիս как королева։ Այդպես, բայց քսված բան, երբեմն հենց ժամը անցնում էր այն գրիմյորները, մեր աղջիկները ասում էին, լավ նանենք քսված քիչնի մեքենայից, մոտավորապես այսօր հիշեցի այդ տարիներ առաջ, ներողություն թաղիչը մի փոքր ուշացա, մի փոքր։ Ոչ մի խնդիր։ Կես ժամ։ Այո։ Դա կես ժամ է։ Ինձ իմացողները։ Աշխարհի ամենաանպարտաճանաչ մարդը այս հաղորդմանը եկել է 5 րոպե շուտ։ Չեմ ասի ով, բայց 5 րոպե շուտ նույնիսկ մեր պայմանավորված ժամից։ Վարժանն է։ Չէ։ Վարժանն շատ պարտաճանակ։ Պարտաճանակ, այ մեր հիմնական կոնֆլիկտը այդտեղ է։ Որտեղից սկսվեց ձեր կոնֆլիկտը սկսվեց նրանից, որ նա շատ պարտաճանաչ է, իսկ ես ինձ համար ժամանակը հիմնական տենսը լինում է, կանանց պատճառով են տղամարդիկ ուշանում, միշտ։ Եվ դրա համար կանայք ապրում են 150 տարի, տղամարդիկ 50 տարի։ Ոչ, այդ րոպեների ընթացքում կինը ավելի շատ ստրեսի է ենթարկվում, քան տղամարդը, լավ գնացիք։ Ես չեմ հավատում, բայց անցնենք առաջ։ Առաջին հարցը, որ տալիս եմ մեր հյուրերին, որ գալիս են ԱՄՆ, հարցրել են ձեզ սիրեցիք մեր Ամերիկան։ Ես շատ սիրում եմ Ամերիկայում բնակվելը, ես սիրում եմ ռիթմը, սիրում եմ տարածությունը, սիրում եմ ինձ իմ որոնումների մեջ, եթե չսիրեի, իսկապես չէի մնա, որովհետև եթե մի բանը չես սիրում, ուրեմն պիտի թողնես եւ անցնես մյուսին, այսպիսի սկզբունք ունեմ։ Սիրեցի ինձ իմ որոնումների մեջ։ Շատ աշխուժ, ակտիվ մարդ եք սիթքոմներից, այդպես սերիալներից, ֆիլմերից, այդպես նկատմամբ։ Իսկ ձեզ առաջարկել են դեր, որ պետքա ասես շատ пассив, ասես քնած մարդու դեր լինի ու ո՞նց եք դուք կարողանում։ Տեսեք, ես հրաժարվում եք, ասենց ասեմ։ Ասեմ այսպես, իհարկե բնույթով ակտիվ եմ եւ տեսակով էլ հանգիստ մարդ չեմ։ Իհարկե եղել են դերեր, եւ դա եղել է Armenia TV կողմից նռան հատիկ
սերիալում բավականին հանգիստ, զուսպ, մայր, ով բանտից դուրս է գալիս, տառապանքով եւ ես պատվով կարծում եմ դուրս եկա, որովհետեւ բացարձակ ակտիվ կին չէի, բայց շատ զգայուն էի, այո, պինդ, ամուր, ճանապարհ անցած կին, ով գալիս է եւ իր աղջկա կողքին կանգնում, այն աղջկա, ով տարիների ընթացքում շեղվել էր ճանապարհից եւ մայրը իր պնդությամբ, իր համառությամբ եւ սիրով, ես սիրում էի ինձ այդ կերպարի մեջ եւ բավականին զուսպ էի։ Եվ հետո ցավոք սրտի Դավիթ ջան, Հայաստանում ենթադրում եմ ներկայացումները իմ չեք տեսել, ես հասկացա։ Տեսել եմ, հա։ Օրինակ ես տիկին մինիստրուհու մեջ, տիկին մինիստրուհի էի խաղում, տիկին Ժիվկա, եւ դա մի այլ հարթության մեջ էր դերը, երբ Նարինեն գծած խաղում էր իր դերը եւ գիտեր, որ այս կերպարին պիտի ընդհանրապես ձեռք չտալ, որովհետեւ ինքը այնքան լիքն է, այնքան ասում, եղել են իհարկե դերեր եւ ես շատ սիրում եմ իմ այդ դերերը, որոնք ինձ ուրիշ ուղղությամբ են բացահայտում։ Դե դա պրոֆեսիոնալիզմն է խոսում, որ ուղղակի որպես հանդիսատես պատկերացնում ես, օրինակ ես ձեզ չասեմ առաջին անգամ տեսել եմ, բայց դուք խաղացել եք իմ ամենասիրած սիթքոմներից մեկում, որ ես մի քանի տարի մեկ sense նորից թերթում եմ։ Որը Դոմինոն, որովհետև այնտեղ Սոս Ջանիբեկյանը, Բարսելոնան, բանկա ես էլ Բարսելոնայի երկրպագում։ Բարսելոնա, բայց այստեղ մի տեսակ ֆուտբոլ էլ չեմ նայում։ Չէ, ես ասեմ նույնիսկ իր ձև եմ նայում, իր ձև, որ 3 կարծեմ առավոտյան այստեղ 7-ից 15 էր խաղը Բարսելոնայի, ես քնել եմ ժամը 4-ին, գիշերը 7-ից 15 արթնացել եմ, խաղը նայել եմ, նորից քնել եմ։ Դեբիլ, էլի։ Ոչ, դա է ճիշտը, շարժիչ ուժ է, օրինակ մենք Հայաստանում որևէ Ոչ մի ուրիշ բանի համար չէի արթնանա հաստատ է։ Որևէ խաղ բայց չենք թվում, անավանդ El Clasico-ն, այնպես որ ես Բարսելոնայի Մեսսին ինձ համար թողներեն Ռոնալդոյի երկրպագուները, բայց Մեսսին ինձ համար Մեսսի։ Այո, Վիսկա Բարսելոնա թատրոնում իհարկե մի անգամ այդպիսի ժողով հրավիրվեց թատրոնում։ Որ պետք չի Մեսսին երկրպագել։ Ոչ, ժողով հրավիրեցին Պելեի համար եւ պարոն Ղազանչյանը ինձ կտանքների ենթարկեց լավ առումով։ Դավաճանել Պելեին։ Ոչ, ասելով որ մուտքը այն կողմից է, շնորհակալություն։ Բայց դեռ փակ է, ժամը 11-ին է բա։ Հա, խնդիր չկա, հեսա։ Հա, շնորհակալություն։ Շնորհակալություն մեր նկարողներին խոչընդոտելու համար, մենք շարունակում ենք։ Ամեն դեպքում կյանքը շարունակվում է։ Ուրեմն ժողովը նվիրված էր Պելեին, բոլորը զարմացան թե ինչի է, շատ երկար պատմություն է։ Ես սիրով։ Չէ, լավ։ Ուրեմն բոլորին հրավիրել էին թատրոն, օրկեստրներ հրավիրված, խորը, բարի աղջիկները, ամբողջ դերասանական կազմը, այո, ամբողջ կոլեկտիվը։ Եվ այդ ժողովին ուշանալը նշանակում էր մահվան դատավճիռը կայացնել։ Իհարկե բոլորս կենտրոնացած, որովհետև ամբողջ եւ պարոն Ղազանչյանը բոլորիս ներկայությամբ ասեց, սկսվեց ժողովը, որևէ մեկը չգիտեր ինչի մասին է խոսքը։ Ասեց, այսօր ես ժողով եմ հրավիրել, ես ուզում եմ խոսել Պելեի մասին։ Բոլոր զարմացան, Պելեի մասին ինչ խոսենք։ Շատ հանգիստ սկսեց։ Մեր թատրոնում կա Պելե։ Ու հայացքը սենց են որ որոնեց, սենց է Նարին է։ Ինչ է նշանակում ներկայացման ժամանակ ինչ ուզենալ անել, ով է որոշել, որ բոլորը սպասում են, թե Պելեն այս կողմից այն կողմուր է գնում։ Եվ սկսվեց մի շատ մեծ ժողով նվիրված Պելեին, բայց ես ներքին կարգով մտածում որ ես Մեսսին եմ, էլի Պելեն չէ, բայց Պելեն ֆուտբոլի արքա, ֆուտբոլի արքա։ Դուրս եկա որ ֆուտբոլի արքայի, բայց տեսակով Մեսսին եմ, էլի։ Այսպես եւ ժողովը նվիրված էր նրան, ասեմ ինչին էր նվիրված Դավիթ։ Ներկայացման ժամանակ ես պարզապես ներկայացման ժամանակ ես պայմանականորեն տատիկի ստանն եմ։ Եվ տատիկի
պահարանից հանում եմ պիջակը, հագնում եմ ու դուրս եմ գալիս։ Ես իմ տատիկի տանը։ Հիմա դու Դավիթ ջան, այո, Մանա թորնիկը տատիկի տանը։ թորնիկը տատիկի տանը։ Նույն Պելենա։ Այ նույն Պելենա։ Ես բացեցի այդ հանդերձա պահարանի դուռը, պայմանական, բեմական, եւ միշտ կարմիր կապույտ այդպես ժակետներ են, որոնք ես միշտ հագնում եմ։ Այս անգամ պիջակ տեսա։ Դե կախելա, ռեկվիզիտորը կախելա, որովհետեւ հիմա էական չի, այո։ Եվ դա իմ դուրս շատ եկավ, հատկապես աստառը։ Աստառը գունավոր էր եւ ավելի խաղարկային էր, քան իրական պիջակը։ Ես պիջակը շրջեցի, աստառի կողմով հագա ու շատ դուրս եկավ։ Ես իհարկե ներքին կարգով մտածեցի, որ դա հաջորդ դերի համար պետք կգա։ Ու այնքան երջանկացած, որ բարձում էր դա մեծ պատմություն էր։ Պարոն Ղազանչյանը ասեց, այո, փոքր քաղաքում, ասելով որ նարինեն պիջակը շրջեց, բոլորը զարմացած նայում են, հիմա ինչ անելու է, ինչ տեսարան է, բոլորը սպասում են, ինքը պիջակ է շրջում։ Ասացի ես շատ արագ շրջեցի, հակա հայելու մեջ նայեցի, ասացի, այն որ հայելու մեջ աղջիկներ անում են, չէ, իրանց։ Պես բայց դա մեծ ժողով էր եւ դա իմ հիշողության մեջ կմնա։ Ես իհարկե վատ պատմեցի, բայց մի օր երեկոյան ավելի երկար, ավելի տեսականորեն, դերասանների ռեակցիաներով բանով անպայման կպատմեմ։ Հուսով եմ շուտով այդ օրը մոտ է եւ մենք կհանդիպենք արդեն ուրիշ հաղորդման շրջանակներում։ Երեկոյան։ Արդեն երեկոյան շատ լավ։ Դոմինոից եմ ուզում մի քիչ խոսեմ։ Մինչև այդ դե բնականաբար ձեզ ճանաչում էին արդեն թե ուրիշ ֆիլմերից թե, բայց դոմինոից սկսվեց այդ ավելի sense էներգիան, որ զգացիք հանդիսատեսից։ Ես դոմինո նախագծից շատ շնորհակալ եմ, ասեմ ինչ, դա իմ կյանքի առաջին սիտկոմն է։ Նու առաջինը մենք մի անգամ ավելի ճիշտ առաջին սիտկոմը մենք արեցինք Թումանյան Ռուբիկի հետ, մեկով հեռարձակվեց ընտանեկան չեմ հիշում վերնագիրը առաջինն էր եւ դա ավելի շատ էքսպերիմենտալ էր, մենք հաճույք էինք ստանում մեր նկարահանումից, մեր ընկերական միջավայրն էր շատ տաք այդպես մթնոլորտ էր հմեկով հեռարձակվեց, բայց պաշտոնապես, երբ որ սիտկոմն էր խուժեց մեր կյանք, դա իմ կյանք, դա դոմինոն էր, ես սովորաբար երբ տեքստ են տալիս, ես գիտեմ, թե արդեն ինչ եմ խոսում։ Այն որ հիմքը գիտես, ինչ ուզում ես խոսի, թեմայից դուրս մի արի, ժամանակը մի քո վրա վատնի, քո վրա մի կենտրոնացի, այո, բայց դու արդեն գիտես ինչ ես խաղում, ոնց որ իմպրովիզ անես, հավեսով, կերպարին ավելի գույներ տաս եւ այլ եւ այլ։ Դոմինոյում կար մարդ, կոնկրետ մարդ, ով այդ տեքստը բռնած հետևում էր, որովհետև դա տեքստավոյ հումոր էր, տեքստի վրա կատարված հումոր էր, բառա հումոր էր։ Դու ասացիր, ես պատասխանեցի այդ նույն բառի հումորը, ինձ շատ դժվար էր։ Դա ոնց որ ասեն առավոտ 7-ին արի բարի լույս վարի, այ մոտավորապես այդ կարգի, եւ ես շատ դժվարությամբ էի։ Գիտեք, չէ, ասենք սկիզբը կարող է լինել 3 նախադասություն, ես այդ 3 նախադասության ժամանակ այ բան էի լինում, լարվում էի, պարզապես լարվում էի, որովհետև իմ տեքստը պիտի ասեմ։ Հետո մի լուսավոր օր, ես կարծում եմ այդ պահին, գիտես, այդ պահին եթե քո ընկերը քեզ ճիշտ խորհուրդ է տալիս, նա իմ լավագույն ընկերն է, 100 տարի է հետո էլ նա իմ լավագույն ընկերն է լինելու, որովհետև ես դա չեմ կարող մոռանալ։ Եվ ինքս ինձ հաղթահարելու պրոցես էր գնում, որովհետև նորից եմ ասում, ինձ դժվար էր տեքստով ասել, չշեղվել, բառը, եթե ասենք տերև ես ասեի տերևիկ, ստոպ էին տալիս։ Իսկ ստոպ տալը դա սխալ է, դերասանի համար էլ է սխալ, ցանկացած մեկի համար էլ է տեքստը սովորի։ Այդտեղ Արսենը, Խուճուճ Արսենը Գրիգորյանը։ Հա, նկարահանվում էր մեր մոտ։ Մի օր տեքստը բավական երկար տեքստի հետ խնդիր չունեմ, անգիր արած, բայց այդ երկու տողը, հետո դրանից հետո էլի երկու տող, հետո մի տող, այսինքն սենց ինձ է։
Արսենը ես տեսնում էի, միջավայրում տեսնում էի, որ նա շատ արագ էր ըմբռնում։ Ասացի Արսեն, ոնց սովորեմ տեքստը։ Իմ ընկեր, իմ անգին ընկեր։ Արսենը ասաց, նար, ես ասաց դրա հետ բախվել եմ, վայ ինչ լավ է, եթե դա հնարավոր չի։ Ասաց նարին է, տուպը անգիր արա։ Պարզապես ոչ մի բանի մասին, ոչ գծի մասին մտածի, ոչ տրամաբանության մասին մտածի, ոչ մի բան։ Սիթքոմի լավագույն կետը այնա, որ քո փոխարեն մտածել են արդեն։ Գրողը իրավիճակային կոմեդիա, գրողը գիտի ինչա գրում։ Հաստատված է, կենտրոնը որոշած է, դու պիտի պարզապես սովորես։ Երբ դու այն որ երեխեք անգիր են ասում ոչ մի լոգիկա մի որոնիր քո իսկ ես ցանկացած տեքստի մեջ դրամաբանություն եմ որոնում երկրորդ փորձից ես արդեն հասկացա ինչ էր ու եւ Արսենին միշտ դրա համար շնորհակալ եմ որովհետեւ երբ որ փորձում ես դրամաբանություն որոնել այն տեքստի մեջ որը իրավիճակի մեջ արդեն դրամաբանություն կա այդտեղ դժվար էր ինձ համար, բայց ինձ հետո դրանից հետո տեքստից բացի ինձ շատ դուր էր գալիս դինամիկան, աշխատանքային ճիշտ ոճը եւ դերասանների հետ շփումը, ես շատ լավ ընկերներ ձեռք բերեցի այդ նախագծից եւ շատ հետաքրքիր ստեղծագործական օրեր ունեինք։ Լավ խումբ էր։ Դու նայում ես անուններով, տենց հետաքրքիր ու չեմ կասկածում, որ հումորային պատմություններ շատ ա եղել, կադրից դուրս։ Կադրից դուրս, իհարկե, բայց տեսեք։ Ես նույնիսկ նենց ասեմ, սերիա առ սերիա կարող եմ մոտավորապես պատկերացնել, այս սերիայում ինչ կարող եղած լինի, օրինակ դուք ձեր քրոջ աղջկան Այո։ Թե եղբոր աղջկան, քրոջ աղջկան կարծեմ։ Քրոջ, մեր հա։ Թե եղբոր ոնց որ եղբոր աղջկան։ Լավ, եղբայր, բարեկամ, հա։ Որ տանում եք սոսիտուն, որ սոսը սիրարվի եւ ամուսնանա, այդ թե վստահ եմ այդտեղ ինչ որ բան տեղի Օրինակ, օրինակ է տեսան։ Եթե ասենք, այսպես կոնկրետ հիշեմ, չեմ հիշի, բայց իրավիճակային շատ ծիծաղելի պահեր էին աշխատանքը երկար էր տևում, այնպես չէր, որ դու գնում էիր պարզապես աշխատանքի, դու գնում էիր երկարաժամկետ աշխատանքի, հումորային պահ մենակ մի օր եմ հիշում, որ սոսը որոշեց ձվածեղ պատրաստել, դե խոհանոցում, առաջի երաշը։ Խոհանոցում, այո, ու այդ դժվար գործը որոշվեց սոսին անցնել, այսինքն սոսը որոշեց, նախաձեռնությունը նրան էր, ձվածեղ պիտի աներ։ Թավան տաքացած է, ամեն ինչ տաք է, միացած է, ամեն ինչ միացած է, թավա դրեցինք եւ բոլորը սպասում ենք, այնպես չի որ սոված մեռնենք, բայց հավես է, էլի, այս բանի պավիլյոնի ձուն ուտենք, էլի։ Իրական խոհանոց է։ Իրական խոհանոց էր, տաքացվող բաներով, սալիկներով, սոսը որոշեց թավան մեծ թավա ունեինք, դե ինքնից տեսել եք էլի այդ կադրեր կա շարք, ասաց Սարգսյանը, տաքացրեց, դե մտքովը չանցավ որ ինքը չգիտի այդ պահին ինչպես ձուն խփեց մի 10-15 հատ տղաներով պիտի ուտեին, այդն էլ լցրեց սենց ճիշտ, յուղներ, ձետներ, չգիտեմ, տաքացավ, ինքը այդ ծվածեղն արեց, այն որ 4 կողմից, դե թավան նախատեսված չէր դրա համար, էլի ավելի շատ ինքը վեմական էր, 4 կողմից այդ ձետը թռավ, շորերը յուղոտվեցին, այդ ծվածեղի հոտը, այն սիգնալիզացիան ընդերից միացավ, ծուխ, յուղը թափվեց այդ բանին պատկասում եք ինչ, ծուխ կբարձրանա հոտ, հետո եկան բաները, պաժարնիկներն եկան, հետո միացավ, սիգնալիզացիա միացավ, ու այն ծուխը, յուղը թափվեց, յուղի ծուխը, այ մարդ, իսկ մեր մուազերից ինչ հոտ էր գալիս, անպատմելի, տեսեք, խեղճու կրակ ձվածեղ, էլի։ Անմեղ ձվածեղից ինչ տեղ ունեցավ, բայց շատ լավ ընկերներ ունենք և փառք Աստծո մինչև օրս էլ ջերմորեն հանդիպում ենք, ես շատ ուրախ եմ, կոնֆլիկտներ փառք Աստծո չի եղել, որովհետև շատ մենք պարզապես աշխատում էինք,
Գիտեինք, որ աշխատանքային կոնֆլիկտ ա լինում, էլի, որ վայ էսի։ կոնֆլիկտները չէ, շատ հեշտ էր գնում, շատ հանգիստ էր գնում, որովհետև էլ եմ ասում, քո փոխարեն ամեն ինչ մտածված էր։ Դու գնում էիր, դու աշխատում Ուսում էիր։ Ամերիկա, էլի։ Այո, բայց քեզ դու դժվար էիր ադապտացվում այդ Դեստի եղել է դժվար։ Շնորհակալ եմ, որ հիշեցինք Այո, իհարկե, եւ շատ եմ ողջույններս բոլոր իմ ընկերներին, հետ ես դոմինո նախագծում աշխատեցի, շատ ջերմ եւ լավ հիշողություններ էին կապված, այո։ Շատ լավ սիտկոմ է, որ էլի մեկ-մեկ տրամադրությունս պահիտակ զգում ես, չէ, որ ինչն է այլ այսօր։ Քրոջս աղջկան այդ շատ լավ աղջիկ էր, շատ լավ աղջիկ էր եւ մեր ընկերներ դերասաններ հեռուստասերիալում էլ իրան հետո տեսանք դրանից հետո թե դրանից առաջ։ Դա էլ էր համարձակություն, որ քեզ փորձես ավելի վատ կողմով ներկայացնել էլի։ Հա, չէ, շատ լավ կերպար էր։ Գեղեցիկ չլինել, լինել հավաստի միշտ բան վիճակը։ Հավաստի տգեղ լինելը շատ կարևոր է։ Լավ, հիմա մի փոքր sense հետ կանք, էսա թատրոն ավելի շատ, որովհետև ոնց որ ասում են ցանկացած դերասան, որ ընտրում է ֆիլման, իր համար թատրոնը ուրիշ աշխարհ է, ես էլ փորձ ունեցել եմ ժամանակին, թեկուզ երեխա ժամանակ, բայց զգացել եմ այդ բեմի շունչը, ոնց որ ասում են, էլի ինչ է իրանից ներկայացնում բեմը, հետո արդեն որպես երգիչ եմ բեմում հանդես եկել, ուրիշ բնականաբար տարբեր բաներ է։ Հիշում եք ձեր առաջին դերը թատրոնում Իհարկե։ Ինչ լարվածություն եք ունեցել, էլի այդ պատասխանատվություն, չգիտեմ։ Տեսեք, ես ճանապարհը, որ անցա, թատրոնով անցա։ Ուսանողական տարիներին ես Գյումրիի թատրոնում ինչ ուսանող դառնա։ Վարդան Աչեմյանի Այո, Գյումրու Վարդան Աչեմյանի անվան թատրոնում սովորել եմ 3 տարի, որովհետև այդ 3 տարիների ընթացքում ես պարզապես չէի ընդունվում թատերական ինստիտուտ։ Այդ թատերական ինստիտուտ չընդունվելու ժամանակ դու պիտի անպայման մեր տարիներին պիտի ունենայիր բանվորական փորձ, դու պիտի աշխատեիր, եթե դու չէիր ընդունվում։ Ես Վարուժի ինտերվյուն հիշեցի, որ ասեց, տես ինչ կան հինն եմ։ Ես էլ հին մարդու կողքին դու էլ ես հին դառնում։ Այո։ Վարուժան, սեր։ My love։ Ուրեմն, եթե չէիր ընդունում, ցանկացած մեկը իմ տարեկիցներից կփաստեն շատերը, եթե չէիր ընդունում թատերական ինստիտուտ, պիտի ունենայիր աշխատանքային ստաժ։ Աշխատանքային ստաժը պարտադիր էր։ Եթե դու հաջորդ տարի դիմում էիր տալիս, ուրեմն այդ աշխատանքային ստաժը, եթե չունեիր, դա մինուս էր համարվում եւ խրախուսելի չէր։ Ես աշխատում էի միկրոէլեկտրոշարժիչների գործարանում, վերստուգիչ հանձնաժողովի փականագործ, չգիտեմ ինչ sense մեկն է, էլի։ Մեծ պաշտոն է, չէ՞։ Պաշտոն է, շատ դաժան պաշտոն է, պաշտոնն էլ կարող էր անում, որ անասելի միկրո եւ մենք շարժիչներ էինք հավաքում ինքնաթիռի այդպես ինչ որ մասերի համար։ Ես չգիտես ինչի որոշել էի, որ ինքնաթիռի ճակատագիրը կախված է ինձնից եւ ամեն մի շարժիչի հետ այդ բանվորուհիները ես հիշում եմ, այ լուրջ եմ ասում, շատ երկար հերթ էր գոյանում, որովհետեւ ես օտեկար էի համարվում, ես պիտի բարձր լարման տակ ստուգեի շարժիչը աշխատում էր թե ոչ, այսինքն ինձ այդտեղ նշանակեցին, որովհետեւ բանվորուհիները խնդրեցին, որ այ մարդ տարեք էս նարներին մեր սեղանից, հերիք չի անում, մեզ էլ չի թողնում գործ անենք։ Գալիս է, ոդկի տակ են գնում, չի թողում աշխատել։ Հիմա տարան այդ վերստուգիչ հանձնաժողովի մեջ եւ ես այդտեղ ստուգում էի, բայց ես թատրոնից էի խոսում առաջի բեմից, մի խոսքով։ Եվ այդ ընթացքում ընդունվեցի Խորեն Աբրահամյանը Գյումրու պետական թատրոնի եկավ, Լենինականի պետական թատրոն, այն ժամանակ Լենինական, եւ նշանակվեց գլխավոր ռեժիսոր եւ հավաքեց ստուդիա։ Ստուդիայի առաջին սաներից մեկը ես էի եւ հայրս միամտաբար ասեց «Ցող էս դա բանը հավեսը հանդե»։ Բրզնինք սոր թատրոնից, բայց նա տեղյակ չէր թե նա ինձ ուր ուղղորդեց եւ ում մոտ։ Եվ այդտեղից սկսվեց, ասենք, ներկայացումների ժամանակ Խորեն Բաբկենիչը մեզ զբաղեցնում էր մասսայական տեսարաններում, մենք խաղում էինք բեմում եւ
դա մի երանելի էտապ էր, Մաուգլի ներկայացման մեջ էինք խաղում, հիշիր քո հանգրվան, հիշիր քո տունը, իմ վերջին հանգրվանը, այսինքն մենք ունեինք խաղացան նստարան, մենք մասսայական տեսարաններով, եւ Խորեն Բաբկենիչը սիրում էր այդ մասսայական տեսարանների մեջ ջահելների հետ էր երգում, մի խոսքով այդպես թատրոնում ես արդեն կայի եւ թատերական ինստիտուտում էլ արդեն թատրոնի փորձումներ, դու գիտեիր ինչ է թատրոնը, բայց իհարկե չէիր ասում մեր տարիներին ուսանողական տարիներին չէր խրախուսվում թատրոնում աշխատելը, պիտի ավարտեիր նոր թատրոնում աշխատեիր եւ առաջին այսպես ասած դերը ես խաղացի Փոսի թատրոնում, հետո մետրո թատրոն, Փոսի թատրոնում ենթադրում եմ այնտեղ մոխրոտիկի մեջ դդմի դերն էի խաղում, դդումը որ շատ գեղեցիկ, շատ արլեկին էի խաղում, ուսանող էի այդ տարիներին, հետո այնտեղից գնաց արդեն Պիրանդելո անավարտ ինքնանկար ես Դանդրեա դատավոր էի խաղում, մազերս պարզապես խուզել էի եւ այդ խուզված մազերով շատ այդ կերպարներ համար, հա։ Չէ, կյանքում պարզապես խուզեցի, այդ շատ հետաքրքիր էր պատմությունը, պարզապես մի օր մազերը այս ավելի անտանելի ազդեցին իմ վրա եւ մեր հարևանուհի Սիլվային խնդրեցի որ մազերս կտրի։ Սիլվան մազերը կտրեց, հետո բան ուներ այդ դժիկով ասեցի վերցրու, այդ դժիկով էլ վերցրու, դժիկով վերցրեցի։ Իզեն անում էր այդ անունը դնում էինք այդ գործը։ Դժիկով էլ մազերս վերցրեց, բայց այստեղ մի հատ սենց ինչ որ թողեցի նավսյակի եւ փոշմանեցի, բայց արդեն շատ ուշ էր մազերս։ Եվ Վարուժանը ներս մտավ, տեսավ այդ մազերով։ Վարուժ արդեն սենց են որ մազերը։ Վարուժ շատ վատ է սենց այդ։ Չէ, ոնց որ աղբորդ հետ պսակված լինեմ, շատ էի նմանվել աղբորս։ Այդպես, բայց առաջին մեծ, ասենք տեսեք հիմա ես որ խոսում եմ Պիրանդելո եւ այնտեղ Ռիպայի հետ էի խաղում, որ բավականին Կարայի հետ, Գևորգի Հովակիմյան առաջին այդպես լուրջ փորձությունը որ ասեմ փորձություն էլ չի, բայց այն որ դու զգացիր, որ առաջին դերդ է, որի ժամանակ դու հուզում ես ապրում, ես Պարոնյան թատրոնում մեր տանտերերը ներկայացման մեջ Սվետլանա Գրիգորյանի հետ էի խաղում, Մարիամը Ղազարյան, Բորիսը Պեպանյան, այո, եւ Արայիկը Դեղտրիկյան, այո, եւ այդտեղ ես այդտեղ էի թորնիկ խաղում էլի, այդ որ ասեցի պիջակ բան էլի, ես Սվետլանա Ռուբենովնայի թորնիկն էի խաղում։ Ես այդ լարումը առաջին անգամ ունեցա, բայց դա առաջին ներկայացումն էր եւ առաջին ներկայացումը ես օրինակ շատ լավ եմ հիշում։ Հիմա եթե ինձ ասեք հիշիր Պիրանդելոն, այդ էլ կհիշեմ։ Այ այդ էլ կհիշեմ։ Ես անունը չէի հիշում որ ասել։ Այդ ինչի կհիշեմ։ Ուրեմն Պիրանդելոն հեղինակն էր, անավարտ ինքնանկար գործը։ Ես սովորաբար ուշացողներից չեմ։ Դուք այսօր համոզվեցիք։ Այո։ Եվ ինձ թատրոնում այդ օրը ասեցին, որ Նարինե շուտ ենք գալու ժամը 3-ին։ Ասեցի իհարկե 3-ին։ Հանկարծ շուտ չգաս, էլի 2-ին չգաս։ Շուտ 3-ին, որ ամեն ինչ պիտի իր տեղում լինի։ Հանկարծ շուտ չգաս, էլի 2-ին։ Ռուստատիտողը կարծեմ հասկացա։ Ես այդ տարիներին չկար ձեռքի հեռախոս։ Որը շատ ավելի լավ էր։ Այո, ինձ համար էլ հիմա այսօր չկա ձեռքի հեռախոս, որ շատ ավելի վատ է։ Ես երբեք չգիտեմ հեռախոսս որտեղ է հայտնվում։ Եվ ես դուրս եկա ճիշտ ժամանակին, թե ասա ինչի։ Ժամը 1-ին 7-ի ներկայացման համար 1-ը կարծում եմ իդեալական է։ Եթե ոչ 12-ից ես ես ամենայն ազնվությամբ եմ ասում։ Իհարկե ինձ թատրոնում էլի չհավատացին։ Եվ այդ ներկայացման ժամանակ Պիրանդելոյի անավարտ ինքնանկար ներկայացման ժամանակ, որտեղ ես արդեն խուզված մազերով դատավոր էի խաղում, ժամը 12-ին տնից դուրս եկա եւ թատրոն հասա 6-ին։ Այո, 6-ին դուք պատկերացնում եք սվիններով դիմավորեցին ինձ, ես ասում եմ, ախր ես շուտ եմ դուրս եկել։ Փողոցը հնարավոր չէր
բանանել, Անցնել։ անցնել, մեքենաները այն ժամանակ պրոբկա ասվածը չկար, բայց պրոբկա էր հատկապես Բաղրամյան փողոցի վրա։ Մենք Կոմիտասով իջանք, Կոմիտասը խցանումներ էին, խցանումներից իջանք Բաղրամյան, այնտեղից հետ ուղարկեցին, իջանք ներքև այգին, Ղապան։ այգին, ինչ այգի էր կոչվում, այդ ինչ այգի էր։ Սիրահարների այգի։ Ոչ, ներքև այն մի հատ նավ կար է, որ այգում էր այդ ուր են գնում։ Ես այդ ժամանակ չեմ հիշի։ Մի խոսքով, այդպես Երևանի մեջ եք եղել։ Այո, Երևանի մեջ ու ես ինքս ինձ մեղադրում էի, որ ես ինչի Կոմիտասից ոտքով Չիչա Թումանյան փողոց Ավելի հեշտ էր։ 6 ժամ, 7 ժամ։ հա, եւ ես Կոմիտասից ասում եմ հրապարակ։ ժողովուրդ, տեսեք դուք էլ չեք հավատում։ Իհարկե։ Եվ հերոստատիտողն էլ չի հավատա։ Բայց ես թատրոն հասա։ Եվ այս պատմությունը ճիշտ է։ Եվ բոլորը Այդա Արտյոմովնան, ռեժիսորը Նարայ Պիրստանյանի хочу слышать, ասում եմ Այդա ջան, ես լուրջ շուտ եմ դուրս եկել։ Ոտով գայր, ասացի, նո ես հիմար եմ, ես պիտի ոտքով գայ։ Եվ ներկայացման ժամանակ Նույնիսկ ես տոտիկ քայլելով կհասնեի։ բայց ես այդ ժամանակ այդ փորձությանը չէի ենթարկվել էլի։ Հիմա օրինակ արդեն գիտեմ, որ եթե ուշանում եմ ավելի լավ է, իջնեմ ու վազեմ։ Բայց այն ժամանակ ես տրանսպորտին էի ապավինում եւ ներկայացման ժամանակ շատ վատ բան եմ ասելու, շատ վատ բան, բայց իրականությունն եմ ուզում ասել, որ ես չեմ ստում։ Ներկայացման ժամանակ սկսվեց կուլիսներում շշուկներ։ Եվ այդ օրը հոկտեմբերի 27-ն էր։ Եվ ես կենտրոնում էի, գործողությունների կենտրոնում, իսկ դու այդ ժամանակ Համար չեք կարողացել։ Այո, իսկ դու այդ ժամանակ չունեիր հեռախոս, չունեիր որևէ բան, որ իմանայիր ինչա տեղի ունենում եւ ամեն ինչ փակ իրավիճակ։ Եվ ես կիզակետում էի ժամը 12-ին։ Դուք պատկերացնում եք։ Որ արդարացվել է, էլի։ Այո, եւ Կարծում ես հաջորդ օրը արդեն ասել։ Եվ ես ուրախացա, որ բոլորը հասկացան, որ ես չեմ ստում եւ առաջի բան որ ես այո, այո, եւ բոլորը ասին, վայ, նարինե, ինչ լավ ա եղել որ հասել, վայ, բան։ Գոնե կարողացել ես ասել։ Պետք չէ, այո, չեմ փառքել, ինչպես ջեներոս։ Եվ դա մեր պրեմիերայի օրն էր, շատ լավ ներկայացում էր, ճակատագրական էր եւ իր մեջ միստիկա կար, պիեսի մեջ էլ կար այդ միստիկան։ Այնպես որ ինչքան ասեմ, մի հարց ես տալիս 20 րոպե խոսում եմ։ Շատ լավ։ Առավոտ շուտ էլ։ Շատ լավ, բայց ինչ հետաքրքիր հարց եմ տալիս, որ այդքան խոսելու բան կա։ Բայց դու հարց ես տալիս թատրոնից, ես գնում միկրոէլեկտրոշարժիչներից եմ։ Շատ լավ, բայց մի բան ասեցիք, որ 2-3 տարի չեք ընդունվել թատերական ինստիտուտ, բայց եկեք փաստենք, որ ամեն բան ի վերուս ծրագրված է, ինչի չեք ընդունվել, որովհետև Վարուժանի հետ հաղորդումից հասկացա, որ այդ ժամանակ բանակից հետո արդեն եկել եք հանդիպել, տեսա։ Ես դա չէի մտածել։ Ամեն բանը ի վերուս տրված է եւ Աստծո կամքով դուք հանդիպել եք եւ Այո։ Դե չէ որ շուտ ընդունվեք, շուտ ավարտելու եք ու Կիմ Գուրգենիչի կուրսը կավարտեի Վարուժի բանակից։ Կգար։ Ինձ չէր տեսնի, ես այդ տունը կմնայի։ Այո։ Վարուժան, շնորհակալություն Կիմ Գուրգենիչին, որ ինձ կտրեց։ Ես հանդիպեցի քեզ։ Այո, շատ անկեղծ սիրո խոստովանություն։ Այ եմ ընտրում հաղորդաշրջանը։ Տունը մնայի։ Վարուժան։ Եվ այո, Վարուժանը երկրորդ կուրս եկավ եւ այդ էլ էր ճակատագրական, որովհետեւ մեր կուրսը մեծացավ, ես կուրսս փոխեցի Նիկոլայ Ծատուրյանի կուրս գնացի եւ այդտեղ ոնց որ մեր կուրսը ձևավորվեց, բայց ամենայն ազնվությամբ եմ ասում, երբևէ մենք ուրիշ աչքով իրար չենք նայել մինչև 4-րդ կուրսի ավարտական ներկայացումը։ Մինչև այդ կռիվ է կարել։ Միշտ դա այդ կռիվները, այո, այդ կռիվները միշտ եղել են, բացի կռիվներից եղել են ստեղծագործական շատ լավ օրեր, ուսանողական հրաշալի տարիներ, բայց այդպես որպես համակուրսեցի, որպես ամուս հետագայում ամուսնանալ բան երբևէ ոչ իմ, ոչ Վարուժանի մտքով չի անցել եւ դա շատ անկեղծ ու ազնիվ ընկերություն է եղել։ Բայց ամենակարևորը որ հասկանում եմ, որ չեք փոշմանել ձեր ընկերության համար, որ ես եթե մեկ անգամ էլ հնարավորություն լիներ, ամուսնանալ, ավելի շուտ կամուսնանայի Վարուժանի։ նորից Վարուժանի։ Միանշանակ Վարուժանի հետ, որովհետեւ նա միշտ
լուր եւ համբերատար։ Հիմա մի հատ ավելի բան սենց հետ գնամ նորից ասեմ։ Բարսելոնայի երկրորդ պագուները ամենահավատարիմ երկրորդ պագուներն են իրական կյանքում։ Տեսեք, որ դա Մենք փաստում է։ Ես անգամ խնդրում եմ հիշեք այդ խաղը, երբ վերջի 4 րոպեին Բարսելոնան Բարսելոնա Paris Saint-Germain։ Paris Saint-Germain, այդ ինչ էր կատարվում եւ ես ասում եի մարդ պիտի անպայման ապրեր։ Այդ խաղը Թեկուս նրա համար որ տեսներ այդ վերջի այդ 4 գնդակներ, այդ ինչ հրաշալի էմոցիաներ էին։ Ես գիշերը դե բնականաբար Հայաստանում ժամը 1:30 տենց վիճակ, ես ապրում եմ շենքում, բազմաբնականան շենքում, 4-րդ հարկում, թե 5-րդ հարկում կարծում, ամենավերջին հարկում, 5-րդ հարկում բոլորը քնած են, միայն ես եմ արթուն եւ այդ Քնած են ոնց կարելի է, մեր ատոնիկ հայրի հասկանալի է։ Դե հա, կինս չի սիրում իր քնած է, երեխաները փոքր էին այդ ժամանակ քնած են ու ես առանց ձայն վազում եմ տան մեջ ու գոռում եմ առանց ձայն։ Կատարվել, մենք էլ եւ այդպես։ Եվ ինձ խաղից առաջ հարցնում են, ասում են Դավիթ ինչ կասես ֆուտբոլից, ասում կամ 4-0, հետո արդեն ավելացած ժամանակ կամ 6-1։ Ուրիշ տարբերակ չկա։ Հա, բայց Հաջորդ օրը գնում եմ գործի, այդ մարդ որից հարցրել, ասում է գիշերը քնած եմ, ասում է դուրս եմ գալիս, կինս ասեց խաղը պրծավ, ասեցի ոնց վերջացավ, ասեց 6-1, հենց ասեց 6-1, ասի Դավիթը ասում էր որ 6-1 Որովհետեւ ուրիշ տարբերակ չուներ, դա պիտի կամ 4 գնդակ խփեր կամ 6։ Եվ նույն Ռոնալդուն էլ այս հատուկ եմ ասում էլի։ Իհարկե վարպետները, իհարկե վարպետները։ Միանշանակ, դրա մասին խոսք չկա։ Եվ աշխատանքի առումով եւ իրենց վրա աշխատելու էլի առումով էլ այդ վարպետների խաղեր եւ ես հիմա ցավոք սրտի ազնվությամբ եմ ասում Միացյալ Նահանգներում ֆուտբոլային խաղեր չեմ նայում։ Եվ բաց եմ թողել շատ կարևոր մի էտապ, այդ Վարուժանի պատճառով է, որ Վարուժան, այ Շատ վատ եմ։ Շատ վատ է։ Արդեն բաժանության հոտ է գալու։ Հա, էլի, այստեղ կարող ես արդեն։ Դուք զգացիք չէ՞ բաժանության հոտ է գալու։ Օթում միջով։ Looking to elevate your private event or party to extraordinary heights? Look no further than David, with David's soulful renditions of Armenian classics, vibrant folk tunes, and infectious popular melodies. Every moment will be infused with joy, nostalgia, and cultural richness. Don't miss out on the opportunity to make your event truly special. Secure your reservation today by calling 424-466-9101 and let David's music transform your occasion into an unforgettable experience. Book now and get ready to dance, sing, and celebrate in style with David. Տիկին Արնե ջան, սենց անկեղծ ավեսով ջերմ զրուցում ենք, բայց միած սենց հետաքրքիր բան եմ հարցնում, վերջի դերը, որ Հայաստանում խաղացել եք։ Մի ասա դա։ Չէ, բայց հետո նորից գնալու եք խաղաք, ուղղակի։ Այո, ես չունեմ վերջի, այդ չեմ ասելու, որովհետև իսկապես այդպես չի։ Մինչև Ամերիկա տեղափոխվել է, ինչ եք խաղացել, վերջինը հա, էլի։ Վերջիններից, էլի, վերջիններից։ Վերջին մոհիկանը։ Այո, վերջին մոհիկանը։ Ուրեմն երևի վերջին կանգառներ, այդպես Թամար Հովհաննիսյանի գրված եւ Միացյալ Նահանգների մասին էր ընտանիքի անդամները եւ չինացին էլ կարող է հայ լինել, դարձյալ Միացյալ Նահանգների մասին էր խոսքը, երբ մայրը ընդվզում է աղջկա ընտրության հետ կապված, դա էլ բավականին հումորային տեսանկյունից ներկայացում էր եւ հետաքրքիր էր էլի նա ներկայացումով ես հուլիսին ես ինչ եմ հիմա դանդաղում, որովհետև ամիսներով փորձում եմ գալ էլի հուլիսին խաղացի նա ներկայացումը, արդեն մոնո ներկայացումը եւ
օգոստոսին եկանք այստեղ։ Հուլիսին խաղացի։ Նա եղել է վերջին։ Նան վերջինը թյուրիմացավար եւ իմ միակը ճակատագրով։ Այդպես իհարկե նան այստեղ երկրորդ կյանք ունեցավ, որը կոչվեց շնչառություն։ Ես այն Վարուժանի հետ պատվով դուրս եկանք, որովհետեւ դերասանի համար շատ դժվար է լինել ռեժիսոր, նկարչական ձևավորող, լինել բեմական։ Դու գիտեք մենք ինչ տանջանքներ քաշեցինք եւ շնորհակալություն Նինելին մեկ անգամ եւս ուզում եմ ասել, երբ մենք փորձում էինք ստանալ շարժվող տղամարդու չուչեր, ոնց կլիներ հայերեն։ Կմախք չէ, նա ձեռքերը պիտի շարժվեր, փափուկ պիտի լիներ, Չուչելը խրտվիլակ։ Հա։ Շնորհակալություն Վարուժան։ Արան մի բառ չեմ կարող ասեմ առանց Վարուժանի։ Այդ խրտվիլակը մինչև մենք ստացանք, դա շատ ժամանակ տալ։ Իհարկե մենք եթե հիմա էլ փորձեմ ստանալ այդ խրտվիլակը, արդեն դու գիտես որոշ բաներ, թե որտեղից կարելի է, բայց ուրիշ բան է ստանալ թաթերական խրտվիլակ, ուրիշ բան է ստանալ պարզապես չուչել։ Նստած ինչ որ մեկը, ես իրան խաղացնում էի ոտքերը, ձեռքերը, շատ պարզապես համառ էի եւ ուզում էի խաղալ, որովհետեւ պիտի խաղայի եւ Վարուժն էլ ուղղորդեց եւ կողքից կանգնեց եւ շատ մեծ դժվարությունով, բայց ես հիմա զգում եմ, որ դարձյալ հասունանում է պահը նորից խաղալու։ Փառք Աստծո, հիմա աշխատում ենք մեր մասնագիտությամբ եւ ներողություն։ Եվ ես շատ ուրախանում եմ, երբ դու գնում ես փորձի, տեքստ ես կարդում, այն ինչ բնորոշ է դերասանին, դերասանը պիտի աշխատի։ Եվ ես կարծում եմ, որ մենք աշխատում ենք, իհարկե ոչ այն ռեժիմով, որ Երևանում էինք աշխատում, բայց երբ ամսվա մեջ դու թեկուզ 10 օր զբաղված ես այդ աշխատանքով, դու նշանակում է բարի ճանապարհ բոլոր շտապողներին։ Ամեն անգամ։ Այո, ամեն անգամ մենք բարի ճանապարհ ենք ասում բոլոր շտապողներին, որովհետև ես հասկանում եմ ինչ է նշանակում ուշանալը։ Այսպես, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք հիմա անկախ այդ դաթարներից աշխատանքային process ենք ապրում մեկ թատրոն տանիքում շողերի եւ մխիթարի հետ, դա սեզոնային էր, այսպես կարելի ասել, ամառային աշխատանքեր, բայց նորից գարուն կգա, չէ՞, կբացվի վարդը։ Իհարկե։ Այո, եւ երկրորդ ճանապարհը, որ մենք անցնում ենք, դա արդեն Glendale Theater Group-ի հետ ենք անցնում։ Ես հա, ընթացքում պետք է հարցնեմ դրանից, բայց Ես խոսեմ դու մի հարցրու, ես ընթացքում Ես գնամ։ Դավիթ, դու գնա ես այդտեղ երեխու հետ, ես դեմ ինչ եմ անում։ Եվ այդ տեխնիկային թատրոնը երբևէ մտքով չեր անցնի, որ դու տեխնիկների մասն էլ չի խոսքը։ Դա մանկական է։ Իսկ դու ուրիշ բեմական կրթություն ունես, դա ուրիշ էր էլի։ Ամեն դեպքում ժանրային առումով իհարկե էլի թատրոն է, բայց դա այն չէր, ինչ դու արել էիր։ Դա էլ էր լավ։ Ամենասկզբում դու ինձ հարց տվեցիր, իմ որոնումներն եմ սիրում ես եւ շատ կարեւորում եմ դրանք, որովհետեւ դա մի ճանապարհ է, որի ընթացքում դարձյալ հղկվում ես, դարձյալ ձևավորվում ես, չես բթանում, չես ծերանում, աշխատում ես։ Եվ այս տեխնիկային թատրոնն էլ հիմա ինչ որ մի բանի տրամպլին է, ու ես գիտեմ, որ դա լինելու է, դա միշտ կլինի, որովհետև շատ պրոֆեսիոնալ մոտեցում է աշխատանքին։ Փորձերի առումով, միզանսցենաների առումով, տեխնիկների հետ օրգանական լինելու առումով, իմպրովիզացիա անելու առումով, ներկայացումը քննարկելու առումով, լավն ու վատը ասելու եւ իսկապես ակտիվ ստեղծագործական process ես ապրում, երբ դու թատրոնի շնչով ես շնչում, թեկուզ 10 օր։ Երեք մենք խաղացինք Գնդլիկ Բոկոնիկը եւ դրանից հետո խաղացինք Կարմիր գլխարկը։ Ժամը 1-ին ներկայացում էր։ Դա լիճուն
Դալիճում ասած դեր չկա։ Այո։ Եվ դրանից հետո էլ երեխաները բոլորը նկարվում են դերասանների հետ, տիկնիկների հետ։ Այն երջանկությունը, այն երանելի հայացքները, այն ամեն ինչը ինչ երեխաներն են ապրում, ես որևէ բանի հետ չեմ փոխի։ Որևէ երբ փոքր 5 տարեկան երեխան գալիս է ու գրկում քեզ։ Ես դա ինձ համար, չգիտեմ, դրանից լավ գործ չկա։ Դրանից լավ գործ չկա եւ երկրորդ սյանսը կարմիր գլխարկը դուք տեսնեիք թե երեխաները այդ կարմիր գլխարկի շորիկներով եկել էին մեկը ծաղիկներով եկել էր կարկանդակներով զամբյուղով լուրջ եմ ասում կարմիր գլխարկի հագուստ կա չէ այո եւ երեխաները եւ ինչ երանությամբ են մոտենում եւ ինչ սիրով են գգվում փարվում քեզ դա ծափահարություններից էլ բարձր է եւ դրա համար այս աշխատանքը որ մենք հիմա կատարում ենք կարծում եմ հիմա դժվար է բայց ժամանակի ընթացքում դուք կտեսնեք թե ինչ մի հսկայական հոց գից թողած կլինի Glendale թեատր գրուպի աշխատանքով հիմա ընկերոջ Գրիգորի Հակոբյանի նախաձեռնությունը եւ Գոհարի այդպես անկում գիշերների արդյունքը եւ մեր ընկերական ջերմ ընկերակցումը ամեն ինչ վերում է այո եւ պատահական չի եւ դա էլ պատահական չէր որ մենք պիտի աշխատեինք այս նախագծում եւ դրանից հետո պիտի անպայման ծնվի մեկ այլ նախագիծ որովհետեւ եթե լճանում ես չէ դա աշխատանք է ամեն օր հիմա տեսեք մեկ ուրիշ պիես ենք փորձելու դրանից հետո արդեն գիտես ինչ ես անելու բայց այդ թռիչքը որ հիմա տեխնիկայինից թռնում ենք մեկ այլ տեղ այդ դա է կարևորը դա շատ կարևոր է լինելով մի տեղում չմնալ նույն տեղը դոփել նույն տեղում պետք չէ բայց դու նորից եմ ասում դարձյալ որ ոնց էր Պարոնյան թատրոնում, երբ որ դու խաղում էիր, մեկ էլ հոպ ինձ հրավեր եկավ Փոսի թատրոնից, Սարոյան, իհարկե դա հրաշալի մի թռիչք էր, դու էլի խաղում էիր այնտեղ, բայց այդ թռիչքները քեզ ավելի նոր շունչ են տալիս եղածդ կարևորելու հիմնական աշխատանքդ էլ ավելի սիրով անելու համար։ Իսկ մի հարց, հետաքրքիր է, որ օրինակ աշխատում եք Պարոնյան թատրոնում ու Փոսի թատրոնից հրավեր եղավ, այնտեղ գնալու։ Խնդիր չի առաջանում, օրինակ Պարոնյան թատրոնում, որ ինչի համար ես դու գնում են մյուս թատրոնում։ Չէ, ես ոչ չգնացի, я обещал вернуться։ Ես այդ ընթացքում դու փորձեր ես կատարում։ Հիմա էլ եթե ռեժիսորը տեսնում է, որ այս դերասանը կարողանա ավելի ճիշտ լինել, խնդիր կարծում եմ ու մեր դեպքում, իմ դեպքում խնդիր չառաջացավ իհարկե։ Ես շատ սիրով Վիլյամ Սարոյանի Քարանձավի բնակիչները խաղացինք եւ իհարկե պիտի ես խոսեի դրա մասին էլ այն դերերից էր, երբ այդ նույն էմոցիոնալ նարինեն չէր եւ երջանկահիշատակ Ռաֆայել Գրիգորյանի հետ էինք խաղում, դա նույնպես լավ փորձություն էր ուրիշ թատրոնի քո գոլեգաների հետ ճանապարհ անցնելը եւ այդտեղ էլ շատ սիրով անցանք, որովհետեւ պիեսն էլ սիրո մասին էր։ Սարոյանը ընդհանրապես սիրո մասին է գրում, բոլոր դրսևորումներով էլի։ Եվ հիմա էլ մեր աշխատանքի հետ կապված ես գիտեմ, որ մենք փետրվար մարտ ամսին նոր ներկայացումով ենք հանդես գալու եւ դա կոնկրետ է լինելու, որովհետեւ արդեն բոլոր աշխատանքները, մտորումները, ընդվզումները, չեմուչումները, չլինիները, չկարելիները, դրանք անցել ենք, այդ պիեսը ես ու Վարուժն ենք անում, էլի։ Այսինքն մեկը չկա, որ մեզ ասի ժամը 2-ին փորձ չկա նման մեկը։ Երբ կանեք։ Ահա, բայց դա էլ իր ռեժիմը դերասանի համար շատ կարևոր է։ Շատ լավ։
մի հատ sense հարց տամ, դրանից հետո արդեն փորձեք մի հատ եթե պատմություն ունեք հումորային ձեր ամուսնական կյանքից, վստահ եմ շատ ա եղել։ Գոհ եք, որ օրինակ ձեր ամուսինը դերասան է։ Ուրիշ մասնագիտության տեր մարդու հետ պատկերացնեք ձեր կյանքը, sense Ես երբևէ չեմ մտածել դրա մասին։ Ես գիտեմ, որ իմ ամուսինը դերասան է եւ դա հրաշալի է։ Այդ ստեղծագործական վեճեր ասվածը հիմա մի փոքր կանգնել է, բայց հենց սկսվում է նորից, ինձ դուր է գալիս, որովհետեւ դու քեզ կենթանի ես, ողջ ես զգում։ Ես չեմ պատկերացրել, որևէ մեկը ինձ հետ կհամակերպվեր, իմ էմոցիոնալ պորտկումներին կդիմանար, չգիտեմ, իհարկե շատ լավ է, շատ հետաքրքիր է, դա շատ հետաքրքիր է, որովհետև ավելի քան հետաքրքիր է, երբ երկուսս իրար հետ մի գործի մեջ ենք զբաղված, ես կարող է իրեն դիտողություն անեմ շատ մեղմորեն, որ հանկարծ նա չասի, ես գիտեմ, դու ինձ մի ասա, բայց ընդունում է, իսկ երբ ինքն է ասում եմ, հա որ, ինձ թվում է տենց չի, ես տենց չեմ արել, ոչ տենց հա, չէ, ես տենց չեմ արել, եւ հիմնականում երեխաներս էին ասում, վայ, դե երկուսդ էլ լավ եք, ես մեկը լավ է, մեկը լավ, վայ, դե, այդ կար տանը, հիմա երեխաները հերվից են ասում, վայ, դե, բայց ես շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ իմ ամուսինը դերասան է եւ խելացի եւ մտածող դերասան է եւ աչքը սուր է եւ տեսնում է այն, եթե ինչ-որ բանում էլ համաձայն չեմ իր կարծիքի հետ, մենք անպայման խոսում ենք եւ եթե ես նրան հակառակում համոզեցի, ուրեմն ամեն ինչ լավ է, իսկ եթե ոչ, ուրեմն նա է ինձ համոզում։ Ամեն դեպքում ինքը իմ թշնամին չի եւ գիտի իմ թույլ կողմերը եւ իմ ուժեղ կողմերը, չնայած ես մեր մեջ ասած թույլ կողմեր չունեմ։ Ես վստահ եմ եւ համոզված բոլոր կանայք նույն կարծիքին են եւ համի լավ է որ ամուսիններով սիրված եւ ճանաչած եք, երբ որ դուրս եք գալիս փողոց, ձեզ երկուսին նույն ինձ դուր է գալիս Վարուժանի թեթևությունը, ինձ դուր է գալիս երբ նա բան է այդպես լավ է, հենց սկսում է ծերանալ, ես չեմ թողնում։ Իսկ պատմություններ կան, տենց ձեր հետ կապված, որ ճանապարհորդության եք գնացել կամ չգիտեմ ինչ-որ։ Պատմություններ ամեն առավոտ պատմությունով է սկսում։ Որ մեկը ասեմ Դավիթ ջան։ Որևիցե մեկը։ Սեպտեմբերի 11-ի կամ 24-ի պայմանական։ Եթե ասեի, ես կհիշեի ինչ-որ մի բան։ Կարևոր չի, եթե չեք հիշում, դու չկա ես անցնեմ արել։ Ոչ մի պատմություն չի եղել, անհետաքրքիր ապրել եք էլի այն մարդը, չգիտեմ, չեմ հիշում։ Լավ, սենց մի հարց տամ, կա այն։ Անպայման կհիշեմ հաջորդ հաղորդման ժամանակ։ Հա, ոխեցա։ No, մի ոխեց, այդպես նա գիտի, իսկ Վարուժանը գիտի, հանգստանում։ Կա տենց մի դերասան, որ երեխա ժամանակ արդեն որ կամ երիտասարդ տարիքում որ փորձել եք մտնել այս ասպարեզ ու sense միշտ տպավորված եք եղել այդ այս մարդու հետ տեսնես խաղամ իր հետ կամ հա սիրած դերասան, չգիտեմ։ Իհարկե Հայաստանի հետ կապված ես շատ սխալա վիճակ է։ Հայաստանի հետ կապված դերասաններ ես երևի թե հնարավորություն եթե ինձ լիներ այդպիսի շատ կուզենայի խաղալ Խորեն Պապկինչի հետ եթե Հայաստանում այն տարիներին գիտակից նարին շատ կուզենայի որովհետև շատ հետաքրքիր էր նրա հետ աշխատելը շատ հետաքրքիր էր ես հիմա հումորի պատառիկներ եմ փորձում հիշել այդ 3 տարիների ընթացքում իր դասավանդած process-ներից անգնահատելի էր իր հետ աշխատելու փորձը, բայց ես ուսանող էի 18 տարեկան 20 ամենա այդպես այդպես։ Այ հիմա շատ կուզենայի Նարինեն խաղար, Նարին Ալեքսանյանը
Խորեն Աբրահամյանի հետ։ Շատ կուզենայի խաղալ Մհեր Մկրտչյանի հետ, Հասուն, Թամար Հովհաննիսյանի հետ շատ եմ ուզում խաղալ։ Եվ դրանք այն դերասաններն են, որոնք շատ ուրիշ էներգետիկ իրավիճակներ ունեն, էներգետիկա ունեն։ Թամար Հովհաննիսյանի հետ պարբերաբար հանդիպում ենք եւ մեր զրույցը իհարկե թատրոնի շուրջ չի ծավալվում, այդպես պիտի լինի։ Դու ներքին լռությամբ հասկանում ես, որ թատրոնը այն ցավոտ թեման է, որի շուրջ չպիտի խոսես։ Բայց բեմում հայտնվել Թամարի հետ ես կուզենայի եւ շատ կուզենայի լինել ձեր արդեն հիշատակված մեծերի հետ։ Եթե այդպես համաշխարհային վերցնեմ, կուզեի Մերիլ Սթրիփ։ Ես չգիտեմ նրան այդ ցանկացած հոլիվուդյան դերասանի ճանաչված հետ աշխատելը, այդ գիտեք ինչ կարող է եւ միֆել է, որովհետեւ դու երբեմն չես էլ հասկանում, դու իրանց հետ ես աշխատում, թե կամերայի հետ ես աշխատում։ Ես դրա համար, հա, էլի, որովհետեւ դու չգիտես, չէ՞, տեսարաններ կան, որ երկուսն իրար հետ նկարվում են, բայց երկուսն իրար չեն էլ տեսնում։ Հա, ես ավելի շատ էներգետիկ եւ հուզառատ մարդկանց հետ աշխատանքը շատ կկարևորեմ եւ կուզենայի։ Իսկ մանկության դերասաններ, դերասանուհիներ, ցանկացած հոլիվուդյան աստղ բոլորիս համար էր այդ նույն Ալ Պաչինոն, Դե Նիրոն, Մել Գիբսոն, Իսկ ձեր երիտասարդ տարիներին ես հիշում եմ, դե ես երեխայի հետ այդ ժամանակ հիշում եմ, որ շատ այնց մոդա էր, ասենց ասեմ, հնդկական ֆիլմերը։ Հա, չեմ նայել ես։ Շատ վատ։ Շատ ազնվությամբ։ Ոնց չեք նայել, որ բոլորը նայում էին։ Դա ես չեմ նայել։ Այն ժամանակ երկու բան կար՝ King Kong եւ հնդկական ֆիլմ, ես հիշում եմ։ Ես այդ King Kong-ը հիմա այստեղ եմ նայում, որովհետեւ այդ TV-ով մենակ դա են ցույց տալիս, մեր TV-ով։ Չէ, լուրջ չեմ։ Իմ մեջ մանկությունից այդ երկու ֆիլմն է տպավորվել, էլի, հնդկականների դեր։ Ես օրինակ շատ լավ հիշում եմ Զիտա Գիտան։ Դա հիշում եմ։ Բայց չեմ տեսել դիսկո պարողը, մենք ապրում ենք կինոթատրոնի հենց հարևանությամբ եւ ես տեսնում էի թե ինչ էր կատարվում, մենք կինո Լեննականում ապրում ենք կինո Երևանի հարևանությամբ, հրապարակի եւ այդպես մի քիչ վերև էլի, հրապարակից մի քիչ վերև եւ պարբերաբար տեսնում էի թե չեմ գնացել, չգիտեմ այդ ֆիլմերից, հնդկական ֆիլմերից հատկապես չեմ տեսել, ուսանողական տարիներին էլ տեսնել այնպես չէր որ էլի, բայց պապիկս գնում էր, պապս գնում էր, կինո էր նայում, առավոտ հիմնականում 10-ի սեանս, 10-ին, 12-ին չէ, սեանսեր կա, պապիկս ժամը 10-ին գնում էր, մի օր եկավ սենց արեց, այնպես լավ կինո է, հայկական, Նարինե ջան, գնա նայե, ասա պապի ինչ կինո է ասացա, կդորը մամբի կդոր։ Կդորը երկինք է։ Մեկ էլ մի հատ բան եմ հիշում, եկավ ասաց, լավ կինո է, տղեկի կինո է, նարինե գնա նայի պետք ու կա, ասի որն է, ասեց երկու ագրավ, այդ է որոշեք դա որ ֆիլմն է։ Երկու ագրավ։ Ասեմ որ բան էր, ուրուրների մեջ ֆիլմեր, այն որ կտրում են ընկերեն, չէ, հայկական չէ, հնդկական չէ, ամերիկյան հնդիկների մասին էր, վեսթերն, Վարուժան, որ ֆիլմներ դա, ուրուրների մեջ, հենց հիմա խփեք, բոլորդ խփեք եւ նայեք ուրուրների մեջ։ Հենց հիմա պաուզատվեք հաղորդումը եւ այո, այդ նայեցիք, բայց որ ասում էր պապը։ Իհարկե, պապս ասում էր գնա նայ։ Հետո բանն էր, պապիկիս եղբայրն էլ այդ է ուզում հիշել, ինչ-որ բան ուներ, այդտեղ ֆիլմեր էին ցույց տալիս, մենք գնում էինք տատիկի տուն, գիտեք, որ Բաքում էին ապրում, կտորմը երկինք ֆիլմի, կտորմը երկինք չէ, մեր մանկության տանգոյի Բակը, պապիկիս Բակն էր, մենք այդ Բաքում ենք մեծացել,
Այ այդ բակում այդ աստիճաններով բարձրանում եք, եթե հիշում եք Գալյանով այդ աստիճաններով բարձրանում էր, թեքվում էր աճ։ Իսկ մերը հետ ցախի տունն էր, այդտենց։ Այն մի հատ փոքր մարդ կար, որ ասում էր, հա, Սիրանուշ ջան, մի բան կա, ինչ որ լույր ունի, sense ինչ որ ցախի վեր կանգնած մարդ։ Այո, այդտեղ կարող էր եւ ես զարմանում եմ իմ վրա, թե ես այդ տարիներին դպրոցական էի բավականին գիտակ։ Ես կինոյի մասին չեմ մտածել։ Լուրջ եմ ասում։ Ես երբեք չեմ մտածել կինոյի դերասանուհի դառնալ։ Ես միշտ մտածել թատրոնի դերասանուհի դառնալ։ Թատրոնի, ոչ կինոյի։ Չեմ։ Հիմա միացած բան հարցնեմ, էլի, քանի որ խոսք գնաց մեր մանկության տանգոյից, բակը ուրիշ տեղ է, շենքը որտեղ որ ապրում, իսկ բալկոնը որ նկարում էին, դա ուրիշ։ Նույն բակն էր։ Հետևի կողմը, այսինքն գալիս էր նույն բակն էր։ Այդ աստիճաններով բարձրանում էինք, հետո ցանկապատները նույն բակի տներն են։ Նկատի ունեմ բալկոնը հենց այդ տան բալկոնն էր։ Եվ ներսն էր, եւ տունն էլ հենց այդ Հա, որտեղ բալկոնը տեսել եմ բնականաբար, այդ գաբեցած քանդած է շենքը։ Տունն է եւ Այգու կողքից հենց աստիճաններով բարձրանում էր եւ չէ, այգու կողմը։ այգի Դե չկա։ բալկոնից որ նայում ես, ձախ թևի վրա այգի։ Այդ հասկացա այն որ տանի բանը տարբեր կամոդը հա այն ուրիշ տեղ է Հա, լավ։ մենք հասկացանք այն բալկոնը ուրիշ տեղ է բայց ես հասկացա բալկոնը ուրիշ բալկոն է որ հիմա պիտի հիմա վերանորոգում ենք իսկ բակը եւ տունը Հիշում եք Սամվել Սարգսյանը, որ արտասանելով Սիրանոդը բերվերա։ Բայց ինչպես ասում են մորուքշերով գաղամ։ Իշխեր մեր ջան։ Հա, շատ։ Այո, այդ ամբողջ կտորը եւ տան տեսարանը իրանց էր։ Իսկ այն որ վառել եմ ու կվառեմ, իսկ դու գնա վերանգի տեղը այն բալկոնում որ կանգնած գալանով ես ասում, այդ ուրիշ տեղ էր։ Հա։ Հենց այն հարցս դա էր, էլի որ բալկոնը դա ուրիշ էր, բալկոնը այն ուրիշ տեղն էր, իսկ բակը աստիճաններով ուրիշ վայրն էր եւ մենք այդտեղ գնում էինք չեմ հիշում ինչ էր կոչվում թողներ են իմ բոլոր Լեննականյան ընկերները այդտեղ մենք կինո էինք նայում պապիկիս եղբայրը այդտեղ կինոմեխանիկերի ինչ էր այդտեղ ֆիլմեր էինք դնում նայում էինք բայց կինոյի բան չեմ ունեցել մարմաճ չեմ ունեցել չգիտեմ Այսպես շատ լավ շնորհակալ եմ Տիկին Արմեջան, անկեղծ էս էներգիան որ փոխանցեցի երկու ամիս, էներգիա փոխանցեցի։ Երկու ամիս եմ որ ասում եմ զայրատկի ես դրել։ Մենք մեսի սիրահարներս, այո։ Շնորհակալ եմ շատ, ուրախ եմ ձեզ ճանաչել։ Շնորհակալ։ Հպարտ եմ որ ասես լավ հայրենակիցներ ունեմ, ստեղ ու հայն փնտրում եւ գտնում է իրական հայ մարդկանց, ովքեր դեռ օտարափերում ապրում են ու հայ են լինում։ Այո, շնորհակալ եմ ձեզ ճանաչելու համար։ Ես եմ շատ զգացված, որ ինձ հրավիրեցիք, ես չգիտեմ ինչքան խոսեցի, ժամից ավել խոսեցի։ Ես կարծում եմ օրվա նորմալ սպառել եմ, բայց ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Իհարկե դա շատ կարևոր գործ եք անում, շատ լավ բան եք անում։ Ինքներդ ձեզ ամեն անգամ հաստատելով, ինքներդ ձեր հետ վիճելով, ինքներդ ձեր արածից գոհ չլինելով, դուք նոր ու նոր ճանապարհներ եք հարթում վաղվա որոնումների համար։ Եվ դա Աստված, որ ձեր ծրագիրն էլ երկար կյանք ունենա, դուք էլ կարողանաք լավ զգալ ձեր արած գործով։ Այս ամենակարևորն է, դու պիտի խաղաղ լինես քո հետ, քո աշխատանքի մեջ ունենալ այն հաճելին, այն լուսավորը, որ ցանկացած մեկը փնտրում է իր աշխատանքի մեջ։ Ամեն դեպքում մեխանիկական աշխատանքը ստեղծագործող մարդու համար չի, ստեղծագործող մարդը պետք է ստեղծագործի։ Ասեմ այնքան հետաքրքիր էր ինձ, որ նույնիսկ մոռացել եմ ներկայացնել մեր հաղորդման հովանավորներին։ Մենք մոռացել ենք Այո, մենք ունենք հովանավորներ, սիրելի ընկերներ, եւ հայ եմ փնտրում հաղորդման հովանավորն է Angels Care Dental ատամնաբուժարանը, որը գտնվում է 5301 Sunset Boulevard, Unit 4, հեռախոսահամար 323 366 2900 եւ Angels Care Dental-ի North Hollywood
Հոլիվուդում գտնվող հասցեն 60-58 Լանկրշին բուլվար, զանգահարեք, վերցրեք ժամադրություն սիրելի ընկերներ, աշխատում են բոլոր ինշուրանսների հետ, ներառյալ մեդիկալով, անպայման զանգահարեք, բարձրակարգ սարքավորումներով հրաշալի մասնագետները եւ ձեր կունենաք հոլիվուդյան ժպիտ։ Այն ժպիտը ինչ պակասում է ձեզ։ Այո։ Միայն դա է պակասում ես։ Միայն դա է մեզ պակասում, իսկ այն լրացնելու համար ատամնաբուժարան։ Angels Care Dental։ Yes։ Եվ մեր հաջորդ հովանավորի Yugo Shipping-ի սիրելի ընկերներ արդեն ամանորը մոտենում է եւ բնականաբար ունեն գումար փոխանցելու, ծանրոցներ փոխանցելու մեր Հայաստանում ապրող ընկերներին, բարեկամներին, հարազատներին։ Yugo Shipping-ի հասցենը 5229 Sunset Boulevard, Հերոսամարն է 323 664 0929 սիրելի ընկերներ, Yugo Shipping-ով մեկ արկղ նավով ուղարկելու դեպքում երկրորդ արկղ ուղարկում եք բացարձակ անվճար։ Բարի ճանապարհ բոլոր Ուղարկեցինք։ բոլորին։ Ինքնաթիռով ուղարկելու դեպքում 1 pound-ի արժեքը $2.99 եւ Հայաստան գումար ուղարկելու դեպքում 2% ընդամենը, այո, բայց վճարելու եք 2% մինչև տուն։ Մինչև տուն։ Մինչև տուն 2% եւ Ձեր տուն, ոչ թե ինչ պատահի։ Ձեր տուն 2% Yugo Shipping-ի օգնությամբ վստահ եմ առաքումները եւ ձեր նվերները կհասնեն ժամանակին եւ անվնաս իրեն ընկերներ, այնպես որ շնորհակալություն մեր հովանավորներին եւ հատուկ շնորհակալություն Oasis Food Court-ին մեր նկարահանումներին աջակցելու համար։ Oasis Food Court-ը գտնվում է 1135 West Glenox Boulevard հասցեում։ Oasis Food Court-ի կերակրացանկին ծանոթանալու համար այցելեք oasisbakery.com ինտերնետային հասցեն։ Շնորհակալություն աջակցություն։ Իմ սիրելի ընկերներ, վստահ եմ ձեզ դուր եկավ մեր հաղորդումը եւ համոզվեցինք, որ մեր հյուրը ամենտեղ հայ է, ամենտեղ նույն մարդն է։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։ Ձեր Դավիթ Շեկոյան։